հարցս ուղղում եմ պարոն Պապոյանին, էկոնոմիկայի նախարարին։ Պարոն Պապոյան, օրեր առաջ կարկուտ է տեղացել Արարատի մարզում, եւ եթե ձմեռ գարուն անցման շեմին մենք կարողացանք խուսափել ցրտահարության դեպքերից, ապա այս կարկուտի դեպքերը մի քիչ ավելի անկանխատեսելի են եւ հետեւաբար դժվար է նախապես ինչ միջոցառումներ ձեռնարկել։ Լսել եմ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերը եւ հարցս այս համատեքստում հետեւյալն է. ձևավորվել է արդյոք մասնագիտական հանձնաժողով, այցելություններ եղել են մարզ եւ ինչ եք կարծում գործը փոխհատուցման կհասնի թե ոչ, մեծ են արդյոք կորուստների ծավալները։ Հարցին կպատասխանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, համեցեք պարոն Պապոյան։ Շնորհակալություն Տիկին Ստեփանյան, հանձնաժողովը ստեղծված է, հանձնաժողովը աշխատում է, երեկել է աշխատել, այսօր է աշխատել, նախնական կարող եմ այս պահի իրավիճակը կարող եմ ներկայացնել, հիմնական վնասները 7-8 գյուղում են տեղի ունեցել, բայց ընդհանուր առմամբ մոտ 2 տասնյակ, ավելի քան 2 տասնյակ գյուղերում ինչ որ չափով վնաս եղել է, երկու մասի բաժանենք աշխատանքները, Պտղի մասով ըստ էության մինչև 30% վնասվածություն ուրեմն ունենք միջինացված, իսկ արդեն բանջարեղենային դեպքում 50-ից 60%, այսինքն այստեղ ավելի շատ է վնասը եղել եւ ընդ որում օրինակ պարտադիր չէ որ ուղիղ վնասները եղած լինեն հենց կարկուտից, ասենք օրինակ նույն ելակի դեպքում հիմնական վնասը եղել է կարկուտ գումարած հորդառատ անձրև, որի արդյունքում այսպես ասած ջուրը լցվել է այդ ամբողջ տարածքներում եւ վնասվել է այս պահին բերքի մի զգալի մասը։ Նշեմ, որ աշխատանքները բնականաբար շարունակվեն եւ վերջնական գնահատականի արդյունքում նոր կարող ենք եզրակացնել, որտեղ ինչ է եղել։ Իհարկե, կրկնում եմ, առանձին գյուղերում վնասվածությունը մի քիչ ավելի շատ է եղել, 1-2 գյուղ ունենք, որտեղ հատկապես ավելի մեծ վնասներ ունենք։ Հակակարգտային կայանները աշխատել են ողջ ծավալով եւ ամբողջ գիշերվա ընթացքում եւ բնակիչների եւ մասնագետների, տարածքային կառավարման ներկայացուցիչների բնութագրմամբ առանց այդ հակակարգտային կայանների աշխատանքի շատ բազմապատիկ ավելի շատ վնաս կլիներ եւ իրոք շատ խոշոր եւ այսպես ասած ազդեցիկ կարգտաբեր ամպեր են եղել եւ այդ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել ըստ էության ունենալ այն ինչ որ ունենք, ինչ վերաբերվում է ինչպիսի հնարավոր աջակցություն կլինի, գիտեք անցած տարի էլ կար շատ էլի մի շարք համայնքներում հատկապես Լոռու եւ Արմավիրի մարզում շատ մեծ վնասներ եղավ եւ այստեղ էլ հիմնական մեր բնակիչների, մեր բնակության հիմնական խնդիրը վարկերի հետ կապված որոշակի աջակցություն հետաձգումներ, այդտեղ նշեմ որ անցած տարվա դեպքում այս տարի էլ է ինձ գալիս է արդեն ազդակները որ հիմնականում մեր քաղաքացիները այդ հարցն են բարձրացնում, որովհետեւ վարկեր են վերցրել եւ ակնկալում էին որ պետք էր այդ բերքը վաճառային եւ այդ վարկերը ըստ էության դրանով պետք է փակեին։ Անցած տարի բավականին արդյունավետ աշխատանք ենք ունեցել կենտրոնական բանկի եւ առևտրային բանկերի հետ եւ հնարավորինս այսպես կետ առ կետ աջակցությունները փորձել ենք կարգաբերենք, գնայինք նաեւ այս դեպքում ինչ կարողանանք անենք, մնացած հարցերը նորից եմ կրկնում, միայն կարող եմ պատասխանել կոնկրետ այն դեպքում, երբ որ վերջնական վնասը կլինի, իսկ 2 օրում դա շատ դժվար է գնահատել, բայց միևնույն ժամանակ մեր թիմերը մարզպետարանի, համայնքապետարանի, նախարարության եւ շատ լավ հիմա աշխատում են իրար հետ եւ իրավիճակին այս պահին ինձ օպերատիվ իրավիճակը անընդհատ զեկուցում են եւ այս պահին այդ տվյալները կարող էի հաղորդել ձեզ։ Շնորհակալ եմ շատ պարոն Պապոյան պատասխանի համար, ինչպես նաև շատ արագ եւ օպերատիվ արձագանքի համար նշված խնդրին, անկեղծ ասած հաշվի առնելով հնարավորությունը ես ուզում եի նաև տեղեկանալ եղանակային պայմաններից ելնելով, որ բավականին բարենպաստ են, թե ինչ վիճակում են ջրամբարները, բայց դա տկեն նախարարության ենթակայության տակ է։ Ես ցանկանում եի իմանալ հնարավոր է արդյոք նախապես առաջիկա 1 ամսի կամ 1.5 ամսվա կտրվածքով հնարավոր կարկուտների հետևանքը իմանալ, բայց դա ՆԳՆ նախարարության ենթակայության տակ է եւ հաշվի առնելով ջրամբարների վիճակը
Մյուս հարցս հետևյալն էր, թե մենք կխուսափենք այս տարի Սևանի ջրառից, թե այնուամենայնիվ ջրառի կարիք ունենալ, դա էլ արդեն շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ է, ցավոք հարցս կիսատ մնաց, բայց քանի գլոբալ փոփոխությունները իսկապես արդեն դադարեցնել հնարավոր չէ, մեզան մարդկային գործոնով դա պայմանավորված չէ, պարոն Պապայան, մենք անընդհատ խոսում ենք միջազգային փորձից եւ փորձում ենք բացի հակակարգտային կայաններից նաեւ այլ միջոցներ օգտագործել գյուղատնտեսությունը այս կարգի խնդիրներից փրկելու համար, ինչ եք կարծում, Հայաստանի Հանրապետությունը ունի այլ ընտրանք գյուղացիներին առաջարկելու թե ոչ։ Շնորհակալ եմ, անկեղծորեն պատասխանեմ ջրամբարների լսվածության մակարդակի վերաբերյալ տվյալներս շատ մասնակի են, հետևաբար ձեր թույլտվությամբ չպատասխանեմ այդ հարցին, բայց նաև քանի որ ես այսօր օրենքներ էի զեկուցում եւ ազգային ժողովի պատգամավորները նաև հարցեր էին բարձրացնում, արդյոք կրակել են հակակարգտային կայանները թե ոչ, ես ուղղակի թվեր վերցրեցի շրջակա միջավայրի նախարարությունից, ուրեմն միայն Արարատի մարզում հարգելի գործընկերներ 5 ժամվա ընթացքում մոտ 60,000, 59,327 կրակոց է եղել հակակարգտային կայաներից եւ իրապես այն արդյունքը ինչ որ մենք ունենք, այո վնասներ ունեցել ենք մենք, մեծ բավականին վնասներ ունենք, բայց այդ արդյունքը ինչ որ կա հենց այս կրակոցների արդյունքում է։ Պատկերացնում եք 60,000 կրակոցի մասին, այսինքն դրանք աշխատում են այդ համակարգերը եւ հնարավորինս փորձել ենք բնականաբար պաշտպանել, բայց նաեւ գիտնականները ասում են կան որոշակի ամպեր, որոշակի բարձրության վրա, որոնք որ ուղղակի հնարավոր չէ այս սարքերով հասնել դրանց։ Շնորհակալություն, պարոն նախարար, Աննա Գրիգորյան։